Բոլորին բարև, այս վիդեոյում ես ցույց կտամ, թե ինչպես սարքել պայալնիկ։ Այս պլատան կարելի է գնել տարբեր խանութներից, marketplace-ներից հիմնականում։ Այս գլխիկի սպիտակ բանը ես կպցրել եմ արդեն, իսկ ես լարը, որ միանում է ռազետկին 220 վոլտով, պետք է պայատ անենք վրան։ Ես այն սպիտակ բան պայատ եմ արել, իսկ վրան փակելու համար կօգտագործվի մարկերի միջուկ։ Հիմա ես պայատ կանեմ։ Marketplace-ներ ես նկատի ունեի, օրինակ Wildberries, Ozon, AliExpress եւ այլն եւ այլն։ Պայատ անելը հեշտ է, եթե օգտագործել ճիշտ լեմ էլի։ Հայերեն լեմը չգիտեմ ինչ է, ես լեմը այսպես փաթաթել եմ մառոժուն չոպիկի վրա եւ այսպես պետք է պայատ անենք ճիշտ։ L-ը կապույտին, իսկ մյուսը կարմիրին։ Ճիշտ պետք է կպցնենք եւ միայն զգուշացում հանկարծ կպցնելու ժամանակ չմիացնել միանգամից տոկին, որովհետեւ շատ վտանգներ կան։ Այս սպիտակ գլխիկը, որ ասում էի, դա է տաքանալու։ Դա կարող է կառնել առանձին, նաեւ կարող է լինել, որ դրա հետ է գալու։ Կոնկրետ իմը առանձին է։ Պայատ ենք անում։ Պայատ անելու ժամանակ ճիշտ պետք է նայենք, որ հանկարծ ինչ-որ լեմի կլորացված հատիկներ կամ ինչ-որ սխալ տեղ հանկարծ պայատ չլինի։ Պայատ արեցինք, պրծանք, կամերան մի քիչ խավարը լավ չի երևում, բայց ճիշտ պայատ արած է։ Փորձեմ կամերան մաքրեմ, բայց էլի չօգնեց։ Լավ չի երևում։ Բայց ոչինչ, պայատ անելը դժվար չի։ Հիմա մի հատ ենք նայում, այնտեղ մի հատ եմ ցույց տալիս, որ 220 վոլտով է միանալու, իսկ սա մարկերի այդ գլխիկն է։ Պետք է այնքան փոքրացնենք մարկերի այդ բռնելու մասը, որ նա այսպես ճիշտ մտնի։ Ճիշտ մտնելուց հետո կարող ենք օգտագործել այս կապույտ բանը ավելի հեշտ միացման համար, բայց քանի որ պետք չի հիմա, ես միանգամից կմիացնեմ այս սև գլխիկը։ Դե այդ սև գլխիկը նրա համար է, որ այդ սպիտակին դնենք երկաթը եւ երկաթը տաքանալուց լեմը կամ ուրիշ բաներ տաքացնի ու այն ցածի սպիտակ մարկերի ամանը չհալեցնի հանկարծ։ Հալեցնելուց, որովհետեւ կարող են լինել վտանգներ, հալեցնելուց եթե մենք հանկարծ չտեսանք, կարող է լինել աժոգներ, հենց որ զգույշ պիտի լինենք։ Հիմա այս մարկերի ցածի հատվածում անում ենք ծակ, երկու ծակ, որպեսզի լույսը երևա, միացել է թե ոչ։ Կարմիր լույս է վառվելու, տարբեր պլատաններում տարբեր է, կոնկրետ իմում կարմիրը։ Ծակեցի ես։ Բայց քանի որ մի քիչ ծուռ եմ ծակել, ոչինչ, թող լինի օդանցք։ Երկրորդ ծակը կծակեմ։ Նաև այս պլատաների մեջ լինում է կարգավորիչ, ռուսերեն կարելի ասել ռեգուլիրովщик, որ տաքությունը կարողանանք ընտրել, ավելի տաք թե ավելի սառը։ Ես դրել եմ մաքսիմում ինչքան հիշում եմ 400 աստիճան էր։ Չգիտեմ թե ինչքանով է ճիշտ, բայց գիտեմ որ 400 աստիճան է մաքսիմումը։ Ծակը արել եմ եւ նորմալ լինում է։ Բայց կա մի հատ խնդրեմ։ Ես մոռացել եմ որ այս սևը պիտի դրվի լարի վրա։ Ձեր համար կանցնի մի վայրկյան, իսկ իմ համար մի քանի րոպե։ Ես արդեն անցկացրել եմ սրա վրա եւ պուճուր տեղեր կան պլատայի վրա, պետք է անցկացվի այդ սևը դրա վրա։ Նայում ենք որ լույսի ծակը համընկնի պլատայի լույսի հետ եւ այս սևը այնքան ենք սխմում, ինչը մտնի այդ մարկերի ամանի մեջ։ Այսպես հեշտ դնում ենք եւ պտտեցնում։ Անպայման այդ սևը բռնում ենք, որ ծուռ չլինի։ Եվ ահա մեր պայալնիկը պատրաստ է։ Հիմա մենք վերցնում ենք այս հին պայալնիկը, ճիշտ է հինը, բայց շատ լավ է աշխատում։ Վերցնում ենք տոկը, հիմա տոկի մեջ հոսանք չկա։ Միացնում եմ։ Հեսա ես կմիացնեմ այս տոկն էլ եւ դուք կտեսնեք ոնց է աշխատում։ Այս դեղին գործիքը դնեմ, որ հանկարծ այնյան
չգնա եւ լավ երևա։ Մոտիկացնեմ, որ ավելի լավ երևա։ Հիմա սպասեք։ Ոնց տեսնում եք, կարմիր լույս վառվեց։ Այդ կարմիր լույսը նշանակում է, որ ամեն ինչ ճիշտ է սարքած եւ պայալնիկը աշխատում է։ Սպասենք եւս մի քանի վայրկյան։ Ավելի կսպասենք եւս մի քանի վայրկյան, ավելի մթացնեմ, էլի սպիտակեց, որ լավ երևա։ Հիմա այդ մի քանի վայրկյան հետո եւ ես փորձում եմ լեմ հալեցնել։ Ոնց որ տեսնում եք, ծուխ է ելնում վրայից եւ պայալնիկը աշխատում է։ Քանի որ հիմա այդքան շատ տաքացած չի, ես չեմ թողել, որ նա շատ տաքանա, լավ չի հալեցնում, բայց որ թողենք լավ կհալեցնի։ Իսկ ոնց տեսնում եք, պլաստմասը նա հանգիստ կարողանում է հալեցնել։ Լեմը դեռ ոչ, քանի թույլ, բայց հալեցնում է։ Ոնց որ ասեցի, հələ պայալնիկը լավ տաքացած չի, մոտավոր մի 200-3 մոտավոր մի 200 աստիճան կլինի, չգիտեմ դա հերիք է թե չէ, բայց լավ է։ Ստեսյուն, դրեք լայքեր, բաժանորդագրվեք ալիքին, եւ սպասեք մյուս վիդեոներին։